70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ, քննվող 1 տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում, հայտնել են քննչական կոմիտեից անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի տան խուզարկություններին։ Ծառուկյանն ու ընտանիքի անդամներն այս պահին տանն են։ Միայն 5 ժամ անց են փաստաբան Երեմ Սարգսյանին քննիչները թույլատրել մտնել բնակարան։ Վաղ առավոտից ազգային անվտանգության ծառայողները խուզարկություն են իրականացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի բնակարանում։ Խուզարկվում են նաև նրան պատկանող Multiգրուպ, Multiwellness, Օլիմպավան ընկերությունները, Արարատ գինու, կոնյակի օղու եւ Արարատ ցեմենտ գործարանները։ Օլիմպավանում հավաքների նպատակով գտնվող օտարերկրյա մարզիկներին քննիչները դուրս են հրավիրել եւ թույլ չեն տալիս մտնել ներս։ Կուսակցության խոսնակ Իվետ Ատոնոյանի խոսքով սա կարող է միջազգային սկանդալ դառնալ։ Սա միջազգային սկանդալ է։ Հասկանալի է, չէ՞ որ միջազգային օլիմպիական կոմիտեն, համապատասխան մարզական ֆեդերացիաները բնական է, որ ուշադրություն են հրավիրելու այս հանգամանքի վրա։ Այսինքն մարզիկներ են, ովքեր գտնվում են Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար։ Ես իհարկե հասկանում եմ, որ այսպես այդ խուզարկությունները իրականացնող մարմինները երբեմն եւ շատ հաճախ մղոններով հեռու են լինում տրամաբանությունից կամ այսպես տարրական քթիծակ ունենալու ունակությունից, բայց կարծում եմ, որ երկրի միջազգային վարկի ու հեղինակության հետ նման խայտառակ ձևով խաղալը այլևս իշխանությունների համար դարձել է օրակարգային։ Անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին, թե խուզարկությունները կատարվում են փողերի լվացման բարույթով, Տոնոյանը պատասխանել է. այդ մասին իրենք էլ են մամուլից տեղեկացել։ Պաշտոնական պատասխան քննչական կոմիտեից դեռ չեն ստացել։ Արմատ մեդիա լրատվամիջոցի գործունեությունը շարունակում է մնալ պարալիզացված սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական բարույթի պատճառով։ Լրատվամիջոցի խմբագիր Նելի Ավետիսյանը հայտնել է, որ այսօր առավոտից քննչական կոմիտե են կանչվել եւ որպես վկա հարցաքննվում են լրատվամիջոցի 9 աշխատակիցներ։ Ավետիսյանի խոսքով լրատվամիջոցի դեմ իրականացվող գործողությունները պայմանավորված են բացառապես քաղաքական դրդապատճառներով եւ Ալիկ Ալեքսանյանի ընդդիմադիր հայացքներով։ Նա նշել է, որ դեռևս 1 ամիս առաջ իրավապահները արկել են խմբագրությունը, արգրավել տեխնիկան, համակարգիչներն ու լրագրողների անձնական հեռախոսները, ինչպես նաև կապարակնքել դռները, ինչի արդյունքում լրագրողները ստիպված են աշխատել տանից եւ չափազանց բարդ պայմաններում։ Աղավնի Սուքիասյանի համար էլ անհասկանալի է այն տոտալ լռությունը, որով միջազգային գործընկերներն ու հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները հետևում են լրատվամիջոցի դեմ իրականացվող գործողություններին։ Խմբագիրը դիմել է Եվրամիության դեսպանին հարցնելով. Ես ուզում եմ այստեղից դիմել Հայաստանում Եվրամիության դեսպան պարոն Մարագոսին, հարգելի պարոն Մարագոս, եթե Եվրամիության որևէ անդամ երկրում փորձեին փակել լրատվամիջոց, արգրավեին լրատվամիջոցի գույքը, արգրավեին լրատվամիջոցի աշխատողների անձնական հեռախոսները, կապարակնքեին դռները, դուք արդյոք այդ ամենին կհետևեիք նույն լռությամբ, ինչ հետևում եք Հայաստանում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինոպրոմ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում իր ելույթում նշել է, որ Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է կայուն աճ գրանցել։ Նրա խոսքով 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.7%-ով, իսկ 2026 թվականի առաջին 4 ամիսներին 13%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մեր նպատակն է զարգացնել գիտական ոլորտը, ներդնել արհեստական բանականության եւ թվային տեխնոլոգիաների հնարավորությունները, բարձրացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը եւ ստեղծել բարձր ավելացված արժեք ունեցող արտադրություն։ Տեխնոլոգիաները պետք է ծառայեն մարդուն, ազատելով նրան առօրյա աշխատանքից եւ բացելով նոր հնարավորություններ ստեղծագործական գործունեության համար։ Փաշինյանը նաեւ կարեւորել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունաբերական համագործակցությունը, նշելով, որ հայկական ձեռնարկություններն արդեն մասնակցում են համատեղ նախագծերի։ Ելույթի ավարտին նա ընդգծել է, որ տեխնոլոգիաները պետք է ծառայեն մարդուն, ազատելով նրան առօրյա աշխատանքից եւ ստեղծելով նոր հնարավորություններ ստեղծագործական ու մտավոր գործունեության համար։ Տեխնոլոգիի и высокотехнологичной промышленности։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:35-ի սահմաններում Nissan Magnish ավտոմեքենան Հրազդան քաղաքից դեպի Մարմարիկ ընթացող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ գլխի վայր հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն։ Վթարի հանգամանքները պարզվում են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող լիագումար նիստին։ Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Ուժեղ Հայաստանը կվերցնի պատգամավորական մանդատները, հայտնել է կուսակցության առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը։ Այսպիսով
մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր կողմից, մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է եւ ներկայացվածությունն է ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաև։ Հիշեցնեմ, որ ուժեղ Հայաստանը եւ ընդհանրապես ընդդիմությունը այսօր պատմականորեն ամենաշատ ձայներն է ստացել Փաշինյանական իշխանության ժամանակահատվածում։ Հայաստանում իրական ընդդիմադիր դաշտում ազգային ժողովի ընտրությունների ժամանակ վերջին ժամանակներում ամենաշատ ընդդիմադիր ձայներ հավաքած ուժը ուժեղ Հայաստանն է։ Եվ սա ապացուցում է մի բան, որ մեր հայրենակիցները վստահեցին մեզ, իսկ մենք երբեք չենք հիասթափեցնի մեր հայրենակիցներին։ Ըստ Կարապետյանի մանդատներ վերցնելը չի նշանակում ազգային ժողովում այս համամասնության լեգիտիմության ճանաչում, քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի շատ ներկայացուցիչներ ունի, քան պետք է ունենար, եթե լինեին օրինական եւ արդար ընտրություններ։ Հայաստան դաշինքը կվերցնի մանդատները, հայտարարություն է տարածել դաշինքի պաշտոնական էջը։ Մեջբերում հայտարարությունից. Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ, այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ եւ ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք, առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է եւ դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության եւ մեր ընտրողների հանդեպ։ Մեջբերման ավարտը։ Իրանում շարունակվում են նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները։ Նրա դագաղը տեղափոխում են Թեհրանի փողոցներով, որպեսզի մարդիկ կարողանան վերջին հրաժեշտը տալ։ Տասնյակ հազարավոր մարդիկ եկել են հրաժեշտ տալու Իրանի զոհված գերագույն առաջնորդին եւ նրա ընտանիքի անդամներին։ Խամենեիի երեք որդիները Մոստաֆան, Մասուդը եւ Մեյսամը մասնակցել են հոր հրաժեշտի սգո արարողություններին, իսկ մյուս զավակը Մոջթաբա Խամենեին, ով ներկայումս երկրի գերագույն հոգևոր առաջնորդն է հանդիսանում, չի մասնակցելու արարողություններին անվտանգության նկատառումներից ելնելով։ Մարդկանց հոսքը դեպի Մոսալի մզկիթ, որտեղ երկար ժամանակ աղոթք է հնչել Խամենեիի հոգու հանգստության համար, չի դադարում նույնիսկ գիշերը։ Մզկիթի վրա վրեժխնդրության դրոշն է բարձրացվել։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ Իրանը չի ների գերագույն հոգևոր առաջնորդի սպանությունը, որքան էլ բանակցային գործընթացը շարունակվում է։ Թեհրանն ժամանել ավելի քան 100 երկրների ղեկավարներ, որոնց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսլամական Հանրապետության համար այս գլխավոր իրադարձությանը մասնակցելու եւ լուսաբանելու նպատակով ժամանել են նաև տարբեր երկրների հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում հայկական լրատվամիջոցներից։ Իրանի եւ ԱՄՆ-ի բանակցություններն ընթանում են չափազանց բարդ մթնոլորտում լի անվստահությամբ, կարծում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի կնոջ հայր եւ խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Հադադ Ադելը։ Իրանցիները պատրաստ են պաշտպանել իրենց շահերն այս բանակցություններում։ Հանուն դրա Իրանը պատրաստ է ռազմական գործողությունների վերսկսմանը, թեև առանց այդ էլ բարձր գին է վճարել իր անկախության համար։ Իրանը պատրաստ է դիմադրության, բայց դրա հետ մեկտեղ լավատեսորեն է նայում ապագա գործընթացներին, հավելել է քաղաքական գործիչը։ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի Կիևի սադրանքներին հուլիսի 7-ից 8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Մենք պետք է սպասենք սադրանքների եւ ցանկացած պահի զգոն լինենք, ասել է նա, վեստի հեղինակ Պավել Զարուբինին, հավելելով, որ Կիևի ռեժիմն ամեն ինչի ընդունակ է։ Պեսկովի խոսքով ՀՌԳ-ն շարունակում է որպես իսկական պատերազմ, քանի որ Կիևին օգնում են Բերլինը, Փարիզը, Հագան, Օսլոն եւ Վաշինգտոնը։ Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ակտիվացրել են հարվածները Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ռազմաճակատում իրավիճակի վատթարացման պատճառով եւ դա անվանել է ահաբեկչություն։ Ռուսաստանի զինված ուժերը անվտանգության գոտի են ստեղծում Կիևի ռեժիմի ագրեսիվ էության պատճառով, եզրափակել է Պեսկովը։ Իսկանդեր հրթիռներն ու գերան երկու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կիևի Ժուլիանի շրջանում գտնվող Վիզար մեքենաշինական գործարանին, որն օգտագործվում էր հրթիռային սպառազինության արտադրության եւ պահպանման համար։ Հարվածի հետևանքով գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, ուղեկցվելով երկրորդային պայթյուններով։ Ուկրաինական ԱԹՍ-ներն էլ հարձակվել են Լենինգրադի մարզական հրապարակի եւ Ուս-Լուգա նավահանգստի վրա։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս գիշեր ռուսական զինուժերի պատասխան Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումների զանգվածային հարվածներ է հասցրել Կիևում եւ Կիևի մարզում գտնվող ռազմաարդյունաբերական համալիրի եւ վառելիքա էներգետիկ համալիրի օբյեկտներին։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ անկախության օրվանից հետո Կալիֆոռնիայում ձերբակալվել է ավելի քան 400 մարդ։ ԱՄՆ տարբեր քաղաքներում տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է առնվազն 6 մարդ։ Անկարգությունների հետևանքով կա 30-ից ավելի տուժած։ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին անմիջապես թիմի աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո։ Բրազիլիան 1/8 եզրափակչում 2-1 հաշվով պարտվել է Նորվեգիային։ Ես սկսեցի այստեղից եւ այստեղ էլ ավարտում եմ, նշել է Նեյմարը։ 34-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ 2010 թվականից ի վեր նա անցկացրել է 130 հանդիպում, դարձել 80 գոլի եւ 59 գոլային փոխանցման հեղինակ։ Նորվեգիայի դեմ խաղը Նեյմարի համար 15-րդն էր աշխարհի առաջնություններում։ Այս ցուցանիշով նա գերազանցել է աշխարհի եռակի չեմպիոն Պելեին։